Մենք կշարունակենք այդ թեման, սակայն մինչ այդ ուզում եմ հարցնել, ըստ ձեզ ինչ նախապայմաններ են պետք լավ քաղաքապետարան եւ լավ քաղաքապետ ունենալու համար։ Նախ խորը գիտելիքներ են անհրաժեշտ, որովհետեւ քաղաքապետի պաշտոնը դեռ այն տարիներին ամենադժվար պաշտոններից մեկն էր Հայաստանում, եթե չասենք ամենածանրը։ Դու գործ ունեիր առնվազն 30,000-անոց բանակի հետ։ Դու պետք է յուրաքանչյուրի գործը պրոֆեսիոնալ մակարդակով իմանայիր, որ կարողանայիր ճիշտ խնդիրներ դնել եւ պահանջել։ Դրա համար վիթխարի փորձ էր պետք։ Եվ պակաս կարևոր չի, եթե ոչ առաջնայինը, պետք է քաղաքը սիրես, պետք է սիրտը ցավա քաղաքի համար։ Պետք է յուրաքանչյուր ծառութու հարազատորեն ընդունել։ Ամեն կոտրված ճյուղը դու պետք է մտածես քո ձեռն է կոտրվել։ Ամեն թափված ծխախոտ դու պետք է մտածես քո տան մեջ են արել, ճաշասեղանի վրա են հանգցրել։ Եթե այդ սրտացավությունը չլինի, ոչ մի բան չի փոխվի։ Եվ դա պետք է անկեղծ արվի, որ շրջապատդ նախ այդ աշխատողները տոգորված լինեն նույն զգացմունքներով, եւ որն ամենակարևորն է կարողանան ներարկեն բոլորին։ Եվ հետո հիմա թող Մուրատո Գանեշն էլ չնեղանա, Էդուարդ Պաշոյիչն էլ չնեղանա, պակաս կարևոր չէ որ Երևանի քաղաքապետը երևանցի լինի։ Պաստորեն Գրիգորի Իվանովիչից հետո դուք եք Երևանցի։ Գրիգորի Իվանովիչը Սիսիանցիա, բայց փայլուն քաղաքապետ է։ Իդեպ Գրիգորի Իվանովիչի նման քաղաքապետ քիչ են ունեցել։ Փառայեղ քաղաքապետ էր։ Այսինքն բոլորն էլ լավն են եղել քաղաքապետերը։ Եղիշե Վարդանյան, ես երեխայի հիշում եմ Չապազանց լավ քաղաքապետ է եղել, Գրիգորի Իվանովիչը փայլուն քաղաքապետ է եղել, Մուրատո Գանեշը փայլուն քաղաքապետ է եղել, վատ քաղաքապետ չենք ունեցել, պատրիոտ են եղել, հայրենասեր են եղել, քաղաքը սիրող են եղել, սրտացավ են եղել։